Ավելի շատ են աշխատում, ավելի քիչ վարձատրվում, բուժառուների առողջությունն է ապահովագրվել, իսկ բժիշկները պնդում են, որ գուցե առաջիկայում իրենք ունենան անապահովության խնդիր։ 160,000 դրամի փոխարեն սրտաբանը հունվարին ստացել է 18,141 դրամ աշխատավարձ, այս բժիշկը 170,000-ի փոխարեն 30,500, բուժքույրը 59,000-ի փոխարեն 19,000 դրամ։ Համացանցում թրենդ կա, նորմալ է թե ոչ, իշխանական պատգամավորի TikTok-ը առողջապահության նախարարի հետ է, ՔՊԱ-ական Սոնա Ղազարյանը Անահիտ Ավանեսյանին է հարցնում։ Նորմալ թե նորմալ չէ, որ ապահովագրությունը արդեն գործում է, բայց բժիշկների փոխհատուցման հարցը դեռ կարգավորվում է։ Իհարկե նորմալ է, սա մեծ ռեֆորմ է, շատ հարցեր դեռ կան, որ պետք է լավանան։ Սուրանկյունն էլ բժիշկներին է հարցնում, անգամներով քիչ աշխատավարձ են ստացել, նորմալ է թե ոչ։ Ես չեմ համարում, որ դա պատշաճ վարձատրություն է այդպիսի բժշկի աշխատանքի համար։ Հաշվի առնելով, որ բժիշկները ունեն գիտական կոչում, ունեն աշխատանքային ստաժ։ Ես 30 տարվա բժիշկ եմ։ Ես բժշկական գիտությունների թեկնածու եմ։ Ոչ թե խնդիրը, այլ կարելի ասել խայտառակությունը, արդեն ամեն մի բժշկի արժանապատվության հարց է առաջացել։ Ստեղծված իրավիճակը փաստացի նախարարի համար նորմալ է, բուժաշխատողների համար ոչ։ Ինչ վերաբերում է մեծ ռեֆորմին, ինչպես հիմնավորում է Անահիտ Ավանեսյանը, ապա այս հարցում էլ բժիշկները տարաձայնություն ունեն մեր երկրի առողջապահության ոլորտի գլխավոր պատասխանատուի հետ։ Ասում են, փոքր խնդիրները լուծեիք, հետո մեգա առաջ բերեիք։ Մինչև նման մասշտաբային ծրագիր ներդնելը կարելի է գոնե որոշակի մակարդակով լուծում ստանային խնդիրները, նոր նման որոշումներ կայացվեր, գոնե խոսվեր բժիշկների հետ, խնդիրները խորությամբ հասկանային։ Մենք ունեցանք ոչ թե առողջության ապահովագրության համակարգ, այլ դրա տնազ։ Ներդրվեց համակարգ, որին որ առողջապահական ոլորտը պատրաստ չէր, որովհետև այս համակարգը այս տեսքով կարելի էր ներդնել դեռևս 10 տարի առաջ։ Ամենակարևորը աշխատանքային նոր խաղի կանոնների հետ չհամաձայնողներին, այսինքն նրանց, ովքեր չեն ուզում աշխատել ավելի շատ, բայց վարձատրվել ավելի քիչ, նախարարությունն առայժմ այլ առաջարկներ չունի, քան այս մեկը։ Սա փաստաթուղթ է, որով որ տեղեկացնում եմ, որ փոփոխություն է տեղի ունենալու բուժաշխատողի աշխատանքային պայմանագրի մեջ եւ վարձատրության մեջ բնականաբար, եւ ասում եմ, որ եթե ձեր համաձայնություն չտալու դեպքում, այսինչ թվականից ընդ որում բավական 13 տարի, 14 տարի, 15 տարի աշխատած բուժաշխատողներին են ասում, կնքված այսինչ համարի պայմանագիրը կլուծարվի։ Մեգածրագիրը նոր համակարգ է, թե ինչու են բժիշկները հիմա ավելի քիչ աշխատավարձ ստանում, քան այն ժամանակ, երբ դեռ առողջության համընդհանուր ապահովագրությունը չկար, խորհրդարանի առողջապահական հարցերի մշտական հանձնաժողովի նորընտիր նախագահն է հիմնավորումների շարքը շարունակում։ Հունվարի 1-ից հետո շատ մարդ է բժշկի դիմել, քիչ են փող ստացել։ Ապահովագրության ներդրմանը զուգընթաց եւ համատեղ դիմելիության, քաղաքացիների դիմելիության աննախադեպ աճ է գրանցվել բժշկական հաստատություններում եւ դրա հետ կապված մենք այո ունեցել ենք որոշակի խնդիրներ եւ մասնավորապես նեղ մասնագետներին վերաբերվող աշխատավարձի ցածր հաշվարկային լինելը հունվար ամսվան, դա պայմանավորված է ավելի շատ մուտքագրման խնդիրների արդյունքում առաջացած ծավալների չհասցնելու պատճառով։ Իսկ ինչպես հասցնել, հարցնում է 30 տարվա աշխատանքային փորձառությամբ բժշկագիտության թեկնածուն։ Բժշկի զննումը հիվանդին ախտորոշում դնելը, բուժում նշանակելը եւ բոլոր իր տվյալները գրանցել համակարգի մեջ։ Բացի նրանից, որ դա աշխատատար գործ է, ժամանակ է պահանջում, 15-20 րոպեվա մեջ մենք դա չենք տեղավորվելու ոչ մի ձև։ Առողջապահական փորձագետն էլ արձագանքելով պատասխանատուների կողմից հանրային օրակարգ բերած բոլոր հիմնավորումներին հարցնում է, որն է բժշկի մեղքը, ինչու է նա ուժում, որ համակարգը նոր է, մեծ է կամ էլ թե շատ է աշխատել։ Գևորգ Գրիգորյանը հարցերի շարքը դեռ շարունակում է։ Չէիք կարող ներդնեիք, չներդնեիք։ Ով էր ձեզ խնդրում, աղաչում։ Ձեզ խնդրել ենք, որ ներդնեք մի համակարգ, որից գլուխ չեք հանում։ Միշտ իրենց մոտ այդպես է, որ ինչ որ մի բաններ են դնում, հետո ասում են դե առաջի ամիսն է, հետո ասում են դե երկրորդ ամիսն է, հետո ասում են դե մի քիչ անցնի կշտկվի, մենք աշխատում ենք եւ այլն, պարզաբանումները, որոնք որ անբովանդակ են,
ոչ մեկին դրանից ոչ տաք է, ոչ սառը, այսինքն ոչ պացիենտն է նորմալ adekvat բուժվելու, ոչ բժիշկն է adekvat վարձատրվելու։ Այնպես չէ, թե աշխարհում միակ երկիրն ենք, որտեղ կա առողջության ապահովագրություն, կամ էլ թե այս համակարգը մենք ենք ստեղծել։ Եթե մեր երկրում առաջին անգամ գործ ունենք, կարելի է ասել այս գաղափարի հետ, ապա Գերմանիայում դեռ 1883-ին են ընդունել այն ժամանակ հիվանդության ապահովագրության մասին օրենքը։ Սա պատմության առաջին իրավական փաստաթուղթն էր պետական սոցիալական ապահովագրական համակարգի մասին։ Առողջապահական փորձագետն առաջարկում է էքսկուրս անցնել հենց նույն եվրոպական բուժկենտրոններով։ Միջինում թերապևտը եվրոպական երկրում ստանում է 4-ից 6000 եվրո ամսական, աշխատում է օրական 8 ժամ։ Մեր երկրում բժիշկը 24/7 ռեժիմով կապի մեջ է լինում պացիենտների հետ։ Միջինում թերապևտը ընդունված կարգով ստանալու է 230-240 հազար դրամ, դա 500 եվրո է, նույնիսկ 500 եվրո է չի, 450 եվրո է։ Առողջապահական գերատեսչությունում քննարկելու, վերլուծելու եւ առաջիկայում որոշում են ընդունելու լուծելու համար բժիշկների աշխատավարձի հետ կապված խնդիրը, միաժամանակ կենտրոնանալով նաեւ դրույքաչափերի վրա։ Մենք պետք է վերանայենք այն աշխատանքի սկզբունքը, որ ունեմ կեսդրույք, գնում եմ պոլիկլինիկա, մի քանի ժամ նստում եմ եւ անկախ նրանից մեկ պացիենտ կսպասարկեմ, թե 20 պացիենտ, ակնկալեմ, որ ամսվա վերջում ստանալու եմ երաշխավորված աշխատավարձ։ Այդպես չի լինելու փոխհատուցումը։ Նախ մասնագետի համար այն լինելու է ըստ դեպքի, սակայն միջև առողջապահության նախարարությունում բժիշկների հարցը լուծեն, ըստ փորձագետի առողջության ապահովագրության համակարգը նոր խնդիրներ կունենա։ Արդեն այդ դեպքում ոչ թե բժիշկներին, այլ հենց բուժառուին փաստի առջև կանգնեցնելով։ Հենց որ այդ գումարը, որ հավաքել են ու իրենց բյուջեն չի հերիքացնելու ապահովագրության ամբողջ համակարգը սպասարկել, հենց դա վերջանա կամ մոտենա վերջանալուն, իսկ դա շատ շուտով է լինելու։ Արդեն իսկ լինելու է համավճար։ Արդեն իսկ պացիենտները չեն գիտակցում, որ իրենց անվճար տրամադրվում է 3 հոգանոց պալատ, ոչ թե առանձին պալատ։ Պացիենտները չեն գիտակցում, որ շատ հետազոտություններ կան, որոնք համավճարով են, բուժօգնության մեթոդներ կան, որոնք համավճարով են։ Դեռևս դրան չեն բախվել, նոր է համակարգը։ Թղթերին կարելի է հազար ու մի բան գրել, գեղեցիկ, երբեմն նույնիսկ շռնդալից գաղափարներ, մաթեմատիկական միանշանակ բանաձևեր, թե որքանով դրանք արդեն հողի վրա իրականություն կդառնան, քննությունը հենց ժամանակի տեսքով է։ Առողջության պարտադիր համընդհանուր ապահովագրության ներդրումից 3 ամիս է անցել։ Այն առայժմ իր տեղն ու դիրքն է փնտրում մեծ համակարգում, եւ հիմա դեռ հարցերն ավելի շատ են, քան լուծումները, որ իր հետ պետք է բերեր հեղափոխական համակարգը, ինչպես խոստանում էին պատասխանատուները, ընդ որում հարցերը բոլորից, բժիշկ թե շարքային քաղաքացի, երբեմն նույնիսկ պաշտոնյա, ինչը վկայում է, որ ներդրման հենց սկզբից համակարգը քննությունը չի անցել։ Էդվարդ Պողոսյան, Գրիգոր Հովսեփյան, Սուրան Գյուն։